Նախքան 44-օրյան Սոս Սարգսյանի անվան համազգային թատրոնում Նարինե Գրիգորյանը իր, Արման Նավասարդյանի եւ Վարշամ Գևորգյանի մասնակցությամբ բեմադրեց հաղթանակի գենեզիս վավերագրական ներկայացումը։ 27 Ներկայացման 3 հերոսների պատմությունները ծավալվում են 1990-ականներին 3 տարբեր վայրերում։ Արցախի ամենաթեժ կետերից մեկում, սահմանամերձ մի գյուղում եւ մութ ու ցուրտ Երևանում, կազմելով 3 սյուժետային գիծ։ Մենք երեքս էլ տարբեր կարծիք ունեինք այն ամենի մասին, ինչ կար 19 թվին։ Ես մտածում եի, որ մենք հաղթած ենք, Արմանը ասում էր, եթե հաղթել ենք, իսկ ինչու են սահմաններում դեռ զինվորներ մահանում, Վարշամը իր տեսություն ուներ, մի խոսքով երեքս էլ տարբեր ենք մտածում եւ դրա մեջ էլ մի լավ բան կար։ Իսկ հետո, երբ 20 թվականին պատերազմը եղավ, տղաները գնացին պատերազմի, երկուսն էլ։ Այնքան անցանոթ էր հորս գիրկը։ Ճանապարհին կանգնած պապային ենք սպասում։ Հետո որ իրենք հետ եկան, այդ պատերազմ տեսած մարդը այնքան դաժանություն է լինում տեսած, որ այս գեղարվեստական, այս սուտ բաները խաղալիք է դառնում ու իրենք երկուսն էլ ասում են, էլ չենք կարող խաղալ ընդհանրապես մասին։ Բայց հետո որ մի քիչ ժամանակ անցավ, հենց Վարշամը ինքը ասեց, չէ, պիտի խաղանք ու ոչինչ պիտի չփոխենք։ Մանկության օրերի մասին ենք խոսում, որ կարելի է մի գույնով ասել մոխրագույն էր դա։ Այնտեղ գույներ չկային։ Կար սառը մոխրագույն, դա պատերազմի գույնն էր ու պատերազմի հոտն էր մեր մանկության մեջ։ Բայց դա բոլորովին այլ հոտ էր, քան այս պատերազմի հոտը։ Միապաստարանում հավաքվում էինք 3 ընտանիք, 3 ընտանիքի երեխաները եւ մայրերը։ Տղամարդիկ չկային, չեմ հիշում տղամարդ այդ ապաստարաններում։ Երբ որ քեզ անհանգստացնում է այս թեման, պետք է ազատվել դրանից, ճչալ, գոռալ, պատմել, ասել։ Հիմա չեմ կարծում, որ ինձ սա էլ պետք է, որովհետև ես հիմա մեծ ջանք եմ գործադրում, մանավանդ պատերազմից հետո, մեծ ջանք եմ գործադրում խաղալու համար։ Այս ներկայացումը իր շապազանց անկեղծ լինելով ստիպում է մարդկանց չմոռանալ իրենց իրականությունը, չկորցնել կապը։ Ֆիլմերից մեկում ասում երբ նրա իրականությունը դառնում է քոնը, այդտեղից հետադարձ ճանապարհը շատ դժվար է լինում։